Հրապարակը գրում է Փաշինյանը ձգտում է ամեն գնով նվազեցնել կախվածությունը ԵԱՏՄ-ից ու Ռուսաստանից, հատկապես հայկական ապրանքների արտահանման առումով։ Դրա համար մտածում է անհրաժեշտ է գտնել շուկաներ, հատկապես ասիական ու եվրոպական, թեև հասկանում է, որ այդ դեպքում երկիրը կորուստներ կունենա զրկվելով այն արտոնություններից, որոնք կան ԵԱՏՄ համագործակցության շրջանակում։ Թերթի տեղեկություններով ֆինանսական բլոկում քննարկում են բյուջեի հավանական դեֆիցիտը կրճատելու, ռիսկերը նվազագույնի հասցնելու ու բնականաբար գլխավոր լուծումը հարկային օրենսդրության փոփոխությունն են համարում։ Նիկոլ Փաշինյանը երեք ուղղությամբ է տեսնում լուծումները՝ բարձրացնել հարկերն այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են ծխախոտը, ալկոհոլը, վառելիքը եւ այլն, սահմանել շքեղության հարկ, խստացնել եկամտահարկի շրջանակը բնակչության համար։ Նա հասկանում է, որ ընտրություններից առաջ դա չի կարող անել, դա կնվազեցնի իր վերարտադրվելու շանսերը, ուստի մտադիր է փոփոխություններին գնալ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։ Միևնույն ժամանակ կարծում են, որ բյուջեի մուտքերի ավելացումը հակառակ էֆեկտը կունենա, կօգնի հայկական ապրանքների արտահանումը դեպի այլ շուկաներ վերակողմնորոշելու գործընթացում։ Ժողովրդում կարդում ենք ազգային ժողովում սկանդալային խոսքերի ու փոխադարձ մեղադրանքների շղթան տեղափոխվել է դատարան։ Ընդդիմադիր падգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ ՔՊԱ-կան Արթուր Հովհաննիսյանի, որպես զրպարտչի։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում Թովմասյանը պահանջում է Արթուր Հովհաննիսյանից հրապարակային ներողություն խնդրել զրպարտության հերքում եւ 9 միլիոն դրամի ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Դատավորը Աննա Շիլաջյանն է։ Թովմասյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Հովհաննիսյանին հրապարակային ներողություն խնդրել վիրավորական խոսքերի համար ու հերքել, որ նա Հյուսիսային պողոտայում 4 բնակարան ունի, ինչպես ասել էր ՔՊ քարտուղարը։ Արթուր Հովհաննիսյանի դեմ այս տարվա հունիսին դատարան էր դիմել նաև ընդդիմադիր падգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա էլ պահանջում էր հերքել Հովհաննիսյանի մայիսի 12-ի ելույթի ժամանակ արած հարտահայտությունը, թե կնայեք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ կտեսնեք հեկերը։ Գրիգորյանը հերքումից զատ 3 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում, քանի որ երբևէ հեկ չի ունեցել ու Արթուր Հովհաննիսյանը զրպարտել է իրեն։ Թերթը հիշեցնում է, նույն Հովհաննիսյանը դատարանի վճռով առաջին անգամ չէ, որ զրպարտիչ է ճանաչվել։ 5-րդ տալիք լրատվամիջոցի, Ժողովուրդ օրաթերթի ու էլի հայցվորների ներկայացրած հայցերը ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի դատարանը բավարարել է։ Հրապարակը գրում է ՔՊ-ում քննարկվող թիվ 1 թեման 26 թվականի նախընտրական ցուցակն է, ով որ հորիզոնականում կհայտնվի ու ով դուրս կմնա։ Տարբեր շրջանակներից փորձում են ջերմ հարաբերություններ հաստատել նորընտիր վարչության հետ, խնդրել իրենց համար վերևներին բարեխոսել անցողիկ տեղերի համար, բայց ինչպես ասում են, քաչալը ճար ունենար իր գլխին կաներ։ Վարչության որոշ անդամներ վստահ չեն, որ առաջատար դիրքերում են լինելու։ ՔՊ-ն դարձել է հիմնարկ, որտեղ ամեն ինչ տնօրենն է որոշում, չնայած կուսակցությունների մասին օրենքով համագումարը պետք է ընտրի ցուցակի առաջին 30 համարներին։ Ենթադրում են, որ սեպտեմբերին վարչության կազմում ընտրվածները կանցնեն նաև գարնանը նախատեսվող համագումարի ժամանակ։ Թիմում խոսում են, որ Փաշինյանից բացի ցուցակի ձևավորմանը նաև արտաքին փայատերերն են մասնակցելու, որ հուսամետ տարրերը բացակայ են։ Փաստն էլ գրում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը իր սոցցանցային էջում տեղեկացրել է, որ նախօրեին հանդիպել է Էջմիածին բժշկական կենտրոնի աշխատակիցներին։ Պաշտոնական ձևակերպման մեջ նշվում է, թե իբր քննարկել են առողջապահական ոլորտում առկա խնդիրները, բայց տեղի բնակչությունը նշում է, որ սա նախընտրական տրամաբանության շրջանակներում է ու Վաղարշապատի ավականու ընտրություններից առաջ Մեխակյանը քարոզարշավի նմանվող հանդիպումներ է ունենում կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ, գործարարների, փորձում է ցույց տալ, թե մտահոգ է մարդկանց խնդիրներով։ Թերթի հետ զրույցում մարդիկ ասել են, բոլորն էլ գիտակցում են, որ իրականում սա ոչ թե քաղաքական պատասխանատվություն է, այլ ընտրություններից առաջ քվյավորսություն։ Թերթին պատմել են, թե բժիշկները, թե մանկավարժները դժգոհ են, ինչ ունի ասելու բժշկական կամ կրթական ոլորտին մի մարդ, որը որևէ կապ չունի այդ համակարգերի հետ։ Ըստ այդմ մարզպետարան
Դրանից պարտադրում են բուժաշխատողներին ու մանկավարժներին մտնել ավագանու ՔՊ ցուցակ, բայց մարդիկ հրաժարվում են մասսայաբար։ Շատերն ուղղակի ամաչում են այն փաստից, որ ավագանու ցուցակ մտնելու դեպքում իրենց անունը կարող է ՔՊ-ի հետ կապվել։ Ուշագրավ է, որ թերթի հետ զրույցում մարդկանց հատկապես զարմացնում է ՔՊ-ի թքած ունենալու մոտեցումը ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ դաժան սպանության ֆոնին։ Հանրության լայն շերտերը այս դեպքը համարում են որպես քաղաքական սպանություն եւ դրա պատասխանատվությունը դնում են հենց իշխող ուժի վրա։ Իշխանությունն էլ լավ է հասկանում, որ այս սպանությունները շատ վատ հետևանք են ունենալու ՔՊ-ի ռեյտինգի վրա ու դռնեդուռ ընկած փորձում է ձայներ հավաքել, խոստումներ ստանալ, գրում է փաստը։